Ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան ընդառաջ Թուրքիան ոչ միայն պաշտոնապես անդրադարձավ օրվա խորհրդին, այլ նաև ոչ պաշտոնապես։ Թուրքական հայրենիք կուսակցության փոխնախագահ Գյուր Գյուզելի ահա այս նկարով եւ կից գրառմամբ։ Միթե սա հրապարակը չէ։ Հայրենիք կուսակցությունը իրականում թուրքական ազգայնական կուսակցությունը իր նախագահը Հրարչակ Դողու Փերինչեքն է, չգիտեմ ինչքանով եք լսել իր մասին։ Դողու Փերինչեքը հայտնի դարձավ նրան, որ Շվեյցարիայում դատապարտվեց հայոց ցեղասպանությունը շղթելու համար, քանի որ Շվեյցարիայում կա օրենք հայոց ցեղասպանության շղթումը քրեական պատիժ է սահմանում։ Հրապարակումն արվել է X սոցիալական ցանցում, սակայն հայտնի չէ, լուսանկարն արվել է հենց ապրիլի 23-ին, թե ավելի վաղ եւ երբ է արդյոք Գյուր Գյուզելը եղել Հայաստանում, բայց փաստը մեկն է, հասել է հրապարակ եւ նկարվել Գորշ գայլերի նշանով։ Ինչ է սա նշանակում։ Մշտապես զբաղված են ցեղասպանության ճանաչման դեմ պայքարով, հակահայկական քարոզչությունով եւ Երևան գալ Գորշ գայլերի նշան անելն հերթական քայլերից մեկն էր։ Թուրքագետ Հակոբ Չաքրյանը մեկ այլ ոչ պակաս կարևոր նպատակ է նշում՝ ցույց տալ Թուրքիայի հանրությանը, թե ինչ սխրագործություններ են իրենց հայրենակիցներն անում Հայաստանում, իսկ խնդիրը ներկայ իշխանությանը պետք է հուզի մեծապես։ Պետք է թույլ տան, որ բան արվի, եթե հրապարակումը ակնհայտ է, որ բանում է Թուրքիա, հերոսադեսություններն դեպագրությունը բաժանով ցույց տա։ Ուղղակի լկտիության ակնհայտ դրսևորում է, բայց Թուրքիան ինքը Հայաստան է հանդեպ վերինաշճանի ներմացած շնամական քաղաքականություն է վարում։ Թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը շեշտում է, Գորշ գայլերի նշանը Թուրքիայում օգտագործում են միայն ազգայնամոլական ռադիկալ շարժման թևի ներկայացուցիչները։ Տվյալ դեպքում հայրենիք կուսակցությունը կապ չունի նրանց հետ։ Միակ ընդհանուր գիծը ծայրահեղ շովինիստական գաղափարախոսությունն է։ Թուրքագետներն այս քայլը սադրանք են որակում։ Բացի այդ, թուրքերից շատերի համար Հայաստան գալը եւ նման ժեստերով նկարներ հրապարակելը հերոս ձևանալու հարմար առիթ է։ Հովասանքի մեծ ալիք է բարձրանում մեկնաբանությունների դաշտում։ Սադրանք, ուղղակի այդպես փորձելով այդ հատուկ նաև օրն է փաստացի պատահական չի ինձ ապրիլի 23-ին հրապարակել։ Այս քայլերը ցույց են տալիս, որ Թուրքիան չի պատրաստվում Հայաստանի հետ առողջ հարաբերություններ հաստատել։ Նույն թշնամական քաղաքականությունը շարունակվում է։ Նույնիսկ Արցախյան պատերազմից հետո, երբ թվում էր, թե Թուրքիան բազմաթիվ հարցեր պետք է հարթված համարի, ելի շարունակում է նույն ատելության քարոզը։ Դա նշանակում է Արցախի եւ այլն պատճառաբանությունը Հայաստան հանդեպի ճշնամանքը արտարակնելու համար։ Ինչ կարող է լինել, ըստ երևույթին չի հրաժարվում Նախիջևանների տարածքով դեպի Ադրբեջան համակային ուղիղ կապ հաստատելու նկատումների։ Թուրքագետները եւս մեկ կարևոր փաստ են նշում. Գորշ գայլերը միայնակ չեն գործում, իսկ նույնանուն կուսակցությունը ընտրությունների մասնակցելիս առանձնապես աչքի չի ընկնում հավաքած ձայներով, բայց ազդեցիկ է եւ աջակցություն է ցուցաբերում ընտրությունների մասնակցող ազգայնական կուսակցություններից որևէ մեկին։ Ինչ վերաբերում է Գյուր Գյուզելին, ապա հատկանշական է, որ նա նաեւ թուրքական հարցթերթի եւ Ֆիքիր Թեփե ամսագրի սեփականատերն է եւ սոցցանցերում կարծիք ձևավորող անձ։ Չմոռանանք, որ մի քանի ամիս առաջ էլ ադրբեջանցիներն էին շրջում Հայաստանի Հանրապետությունում, տարածելով տեսանյութեր Ամասիայից, Գյումրիից եւ հրապարակից։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։